Doping Space ընկերությունը 2 ամիս է չի կատարում կառավարության պահանջը եւ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Այդ գումարից 502 միլիոնը չծախսված միջոցներն են, մնացածը պայմանագրով նախատեսված տույժն ու միանվագ վճարը։ Չնայած այս ամենին, նույն կառավարությունը նույն ընկերության հետ շուրջ 3.5 միլիարդ դրամի կամ մոտ 9 միլիոն դոլարի նոր պայմանագրեր է կնքել այլ միջոցառում կազմակերպելու համար։ Ազատությունն ավելի քան 1 տարի կրթության նախարարության հետ գրագրություն է վարել, ստանալու անհրաժեշտ տվյալներ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի փաստացի ծախսերի, պայմանագրային պարտավորությունների ու դրանցում հնդածս կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Բանն այն է, որ համերգի համար հատկացված 2.3 միլիարդ դրամից ընկերությունը տնտեսել է մոտ 1/4, ավելի քան 1.3 միլիոն դոլարը, բայց այն դեռ բյուջե չի վերադարձրել։ Չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը։ Չօգտագործված 1.3 միլիոն դոլարից բացի Doping Space-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև 7.8 միլիոն դրամի տույժ տուգանքներ, որ գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև պայմանագրով պարտավորված 24.4 միլիոն դրամ միանվագ վճարը։ Սրանից բացի նախարարությունը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որ համերգի կազմակերպիչ Doping Space-ը խուսափի համերգի չկայացած յուրաքանչյուր օրվա համար տույժեր վճարելուց, որ ամբողջական հաշվարկի դեպքում կհասնեին միլիարդների։ 2023-ի օգոստոսին Հայաստանի կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց Doping Space-ին Երևանում Snoop Dogg-ի համերգը կազմակերպելու համար։ Թանկարժեք համերգը Երևանում կազմակերպվում էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից 1 ամիս առաջ։ Այդ օրերին 6 միլիոն դոլար ամերիկյան рэփերի համերգին հատկացնելու հանրային քննադատությունը հետ չպահեց կառավարությանը այս որոշումից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց համերգի գաղափարը։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել, Հայաստանը ապրում է, Հայաստանը զարգանում է, Հայաստանը կա եւ լինելու է։ Այս խոսքերից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, դատարկելով այն հայերից։ Snoop Dogg-ի համերգը չկայացավ ոչ 2023-ին, ոչ էլ 2024-ին, բայց այդ ընթացքում Doping Space-ը պետությունից ստացած 6 միլիոն դոլարը հետ չէր վերադարձնում։ Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով։ 2025-ի փետրվարին կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց. դիմել են կազմակերպությանը բյուջեից հատկացված գումարները հետ ստանալու համար եւ սպասում են ընկերության պատասխանին։ Doping Space-ի եւ կրթության նախարարության միջև խոսակցությունը շարունակվեց մինչև 2025-ի հուլիսի վերջ, երբ հայտնի դարձավ, որ նույն ծրագրի շրջանակում Snoop Dogg-ի փոխարեն Հայաստան է գալու ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը կայացավ օգոստոսի 3-ին Հանրապետական մարզադաշտում։ Մինչ այդ կողմերը փոխել էին պայմանագիրը, ըստ էության վերացնելով միջոցառման բանկային երաշխիքներն ու տուգանքներից խուսափելու սողանցք տրամադրելով ընկերությանը։ Արդյոք Doping Space-ը վճարել է տույժերն ու տուգանքները համերգի չկայացման օրերի համար եւ որքան է կազմել դա։ Ընկերությունից միայն պատասխանել են իրենք սահմանված կարգով նախարարություն են ներկայացրել համերգի կազմակերպման ֆինանսական եւ բովանդակային հաշվետվությունները։ Իսկ նախարարությունը չի պատասխանել Ազատության հարցին, թե ինչու չի գնացել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները գանձելու ճանապարհով։ Ինչու է պայմանագրի փոփոխությամբ բանկային երաշխիքից հրաժարվել առանց այդ գումարները ստանալու։ Նախարարությունից այդ որոշման նպատակահարմարությունը բացատրել են շատ կարճ։ Համաձայնագիրը կնքվել է համերգի անցկացումից ընդամենը 2 օր առաջ, ու բանկային երաշխիքի կիրառման անհրաժեշտությունը բացակայում էր։ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված 2.3 միլիարդից Doping Space-ը ծախսել է 1 միլիարդ 816 միլիոն դրամը։ Համենայն դեպս նախարարությունն այդքանն է համարել ընդունելի։ Ընկերությունը մնացած 502 միլիոն դրամը տնտեսել է, բայց ամիսներ շարունակ չի վերադարձնում պետությանը։ Նախարարության պատասխանից սակայն պարզ չի դառնում նշված գումարը չի ծախսվել, թե ծախսը համարվել է ոչ արժանահավատ։ Հունիսի 30-ին նախարարությունը դիմել է ընկերությանը տնտեսված գումարի տուգանքի ու միան
աննվագ վճարման ենթակա գումարի վերադարձի համար։ Մոտ 1.5 ամիս անց Doping Space-ը առարկություններ է ներկայացրել, որոնք նախարարությունը քննարկում է։ Փաստացի, եթե նախարարությունը հրաժարված չլիներ բանկային երաշխիքից, կարող էր դրանից գանձել այս գումարները։ Այժմ այդ գումարները վերադարձնելու տարբերակներից մեկը դատական ճանապարհն է։ Անցած տարի Լոպեսի երևանյան համերգից օրեր առաջ Ազատությունն անդրադարձել էր կառավարության կողմից հաստատված նախահաշվի տարբեր ուղղություններով կասկածելի ուռճացվածությանը։ Doping Space-ի ներկայացրած ֆինանսական հաշվետվության ամփոփաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1 տարի առաջ քննադատված ծախսերի ուղղություններն ու չափերն իսկապես ուռճացված էին։ Օրինակ, սպասարկող անձնակազմի ծառայությունների համար կառավարությունը նախատեսել էր 121 միլիոն, ծախսվել է 105 միլիոնը։ Միլիոններ են տրամադրվել մի շարք ծառայությունների համար, որոնց կարիքը չի եղել։ Օրինակ, տրանսպորտային գործառնությունների մենեջեր 2.5 միլիոն դրամով, արտիստի դիմավորման պատասխանատու 1.3 միլիոն դրամով եւ այլն։ Բեմի ու բեմական սարքավորումների ուղղությամբ չի ծախսվել 9 միլիոն դրամ, համերգի կազմակերպման սարքավորումների գծով 15.3 միլիոն դրամ, մարքեթինգային ծառայությունների գծով 31.2 միլիոն։ 1 տարի առաջ հարցեր էր բարձրացրել նաև զգեստափոխման սենյակի աշխատակիցների սննդի ապահովումը, որը կազմել էր ավելի քան 3.8 միլիոն դրամ։ Այս ուղղությամբ ընդհանրապես ծախս չի եղել։ Doping Space-ն անպատասխան է թողել Ազատության հարցերը գոյացած պարտավորությունների ու տույժերի դրանց պետությանը վճարելու հարցերի վերաբերյալ։ Անցած ապրիլին ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը նախընտրել էր հարցերին պատասխանել հանրայինի եթերում, հայտարարել, որ իրենց տրամադրված գումարի գրեթե կեսը հարկեր են վճարել պետությանը, գումարած զբոսաշրջիկների կողմից տնտեսական օգուտն ավելին է, քան տրամադրված գումարը։ Ես չեմ համարի, որ համերգը թանկ է, ես կհամարեմ, որ դա բարձր արժեք ունի, բայց ամենակարևորը արդարացվող։ Doping Space-ի կայքում չկա ընկերության 2025-ի ֆինանսական հաշվետվությունը։ Հնարավոր չէ տեղեկանալ ընկերությունը համերգի տոմսերի վաճառքից որքան եկամուտ է գեներացրել։ Թեև կրթության նախարարության եւ Doping Space-ի միջև գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջացել, դա չի խանգարել, որ կառավարությունը եւս մեկ խոշորածավալ միջոցառում վստահի այս ընկերությանը։ Պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ շրջակա միջավայրի նախարարությունն արդեն իսկ 3.5 միլիարդի ավելի քան 8.9 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Doping Space-ի հետ։ Այս աշնանն է Երևանում կայանալիք COP17-ի համար։ Պայմանագիրը կնքվել է 1 անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, ինչպես համերգի դեպքում էր, այս անգամ էլ կառավարությունը գումարի 90% ընկերությանն է տրամադրելու նախապես եւ միայն 10%-ը միջոցառման ավարտին հաշվետվությունների ներկայացումից հետո։ Doping Space-ը հիմնադրվել է 2023-ին Snoop Dogg-ի համերգի կազմակերպման որոշումից ընդամենը 1 ամիս առաջ։ Ընկերության բաժնետերը ՄԱՊ ընկերության հիմնադիր նախկին հանրապետական падգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին էր, Մակար Պետրոսյանը։ Նրանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Պետական խոշոր պայմանագրեր ստացող Doping Space-ի սկզբնական բաժնետեր Մակար Պետրոսյանը ընկերության հիմնադրումից 5 ամիս անց դրա 100%-ը փոխանցել է Հայկ Սիմոնյանին։